Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը խորհրդարան է բերվել 24-ժամյա ռեժիմով։ Օրինագիծը ցեմենտի ներկրման լիցենզավորման համար 1 տոննայի դիմաց պետական տուրքը 8000 դրամ սահմանելուն է վերաբերում։ Նախկինում այն կազմել է 2000 դրամ։ Նախագծի նպատակը ներքին արտադրողներին պաշտպանելն է, հայտնել է էկոնոմիկայի փոխնախարարը։ Երկարաժամկետ առումով ինչ պլաններ ունեք, ինչ ռազմավարական քարտեզ, այսինքն քայլերի հաջորդականություն կա, որպեսզի տեղական արտադրողը շուկայում լինի մրցունակ, ինչպես դուք նշեցիք, օրինակ ինքնարժեքի նվազեցման մասով քայլեր։ Տեղական արտադրողի ինքնարժեքի նվազեցման հետ կապված կառավարությունը իրականացնում է մի շարք ծրագրեր։ Այդ թվում գիտեք, որ նոր տեխնիկա տեխնոլոգիաներ ներդնելու պարագայում կառավարությունը իրականացնում է լիզինգի սուբսիդավորում, գրեթե ամբողջությամբ, որը որ պետք է նպաստի արտադրողներին նոր տեխնիկա տեխնոլոգիաներ ներմուծել։ Մենք խնդիր ունենք ներքին արտադրողներից, մեծ արտադրողներից մեկի հետ, խոսքը Հրազդան ցեմենտի մասին է։ Ես գիտեմ, որ այնտեղ կա սնանկացման գործընթաց, որը հերթական սնանկացման գործընթացներից է վերջի տասնամյակների ընթացքում։ Ու նաև հաշվի առնելով այդ ռազմավարական դերը ու նաև այն ցեմենտի մարկաները, որ Հրազդան ցեմենտը արտադրում է, կառավարությունը որևէ ճանապարհային քարտեզ ունի այդ հսկային փրկելու համար։ Այո, այդ գործընթացը այս բան գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Մի քանի անգամ կոնսուլտացիաներ եւ հանդիպումներ ա եղել այնտեղի սեփականատերերի հետ եւ այս բանին մշակվում է ճանապարհային քարտեզ, ինչպես կարելի է այդ հարցը լուծել։ Գիտեք, որ այնտեղ ֆինանսական որոշակի խնդիրներ են առաջացել, որի արդյունքում սնանկացման գործընթացը սկսել։ Ազգային ժողովը քննարկել է Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև Սիսիան-Քաջարյան ճանապարհահատվածի ծրագիր կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ պլյուս հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը գումարի չափը 236 միլիոն եվրո է։ Այն ուղղվելու է Սյունիքի մարզում Սիսիանի եւ Քաջարյանի միջև նոր 60 կիլոմետր երկարությամբ 1 երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասի ֆինանսավորմանը։ Ծրագիրը կիրականացվի 3 ենթահատվածով՝ Հյուսիսային Սիսիանից մինչև Շենաթաղ 27.1 կիլոմետր երկարությամբ, Բալգուշատի թունել 8.6 կիլոմետր երկարությամբ, հարավային ենթահատված 24.2 կիլոմետր երկարությամբ։ Ճանապարհը կունենա ասֆալտբետոնե պատվածքով 3 երթևեկելի գոտիներ, հյուսիսային հատվածում կկառուցվեն 3 թունել, 16 կամուրջ, 83 հեղեղատար, 28 բետոնե հենապատեր։ Հարավային հատվածում կլինի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատար, 43 բետոնե հենապատեր։ Ծրագիրը թույլ կտա կրճատել ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 58 կիլոմետրով, կնվազի երթևեկության տևողությունը, կբարձրանա երթևեկության հարմարավետությունը։ Կանխատեսվում է, որ այս ենթակառուցվածքը կսպասարկի օրական 10,000 միավոր տրանսպորտային միջոց։ Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի ծրագրի Սիսիան-Քաջարյան ճանապարհի հյուսիսային եւ հարավային ենթահատվածների կառուցումը։ Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաեւ վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ու ասիական զարգացման բանկի կողմից, յուրաքանչյուրի կողմից 236 միլիոն եվրոյի չափով։ Խորհրդարանը քննարկել է նաև Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև Երևանի էներգարդյունավետության երկրորդ ծրագիր ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2024-ի նոյեմբերի 12-ին 11 միլիոն եվրո ծավալով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 38 միլիոն եվրո է, որը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված 25 միլիոն եվրո վարկային միջոցներով, Եվրոպական միության հարևանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներով, որի ներդրումային դրամաշնորհը 11 միլիոն եվրո է, տեխնիկական աջակցությունը 650,000 եվրո է, այլ ծախսերը 250,000 եվրո եւ Երևանի քաղաքապետարանի 2 միլիոն եվրո սեփական միջոցներով։ Ծրագրի իրականացման նպատակն է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես մանկապարտեզներում եւ պոլիկլինիկաներում իրականացնել էներգարդյունավետության եւ էներգախնայողության բարձրացման ուղղված աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի էներգիայի սպառումը մոտ 65%-ով, նվազագույնը 20 տարով ավելացնել շենքերի շահագործման ժամկետը, նվազեցնել CO2 արտանետումները մթնոլորտ։
Վանաձորի երկրորդ դպրոցի Արմաթ խմբակի սաները տեխնոաղբից ստացած լուսամփոփներն ու բացիկները ներկայացրել են Ewsome Nature Armenia դրամաշնորհային ծրագրին ցույց տալով այլընտրանքային էներգիա ստեղծման իրենց նորարարական մոտեցումները։ Մթության մեջ պատկերները երևում են խորագրով աշակերտական նախագիծը ստացել է ֆինանսավորում, կնորոգեն դասասենյակի լուսամուտները, ձեռք կբերեն լուսադիոդներ, զոդման սարքեր եւ մակետներ, որոնց միջոցով կմշակեն տեխնիկական աղբը։ Այսօր ՏՏ ոլորտը շատ արագ է զարգանում եւ բոլորիս ընտանիքներում եւ անկյուններում հավաքվում են համապատասխան տեխնիկական սարքեր, որոնք ինչքան էլ թարմ են, բայց համապատասխան ծրագրային ապահովում չեն իրականացնում եւ նպատակը նա է, որպեսզի երեխաները ինչ որ նախագիծ անելու համար չվազեն անմիջապես հենց խանութ, այսինքն հենց կարողանան իրենց տանանկյունից վերցնելով այդ իրերը ստեղծեն իրենց պետքական եւ իրենց գեղագիտականից ճաշակով ստեղծված պետքական իրեր։ Խորհուրդ ենք տալիս բոլորին տեխնոաղբը վերամշակեն եւ դրանից ստեղծեն նոր զանազան, կարելի ասել արվեստի նմուշներ։ Այդ աշխատանքը մենք կատարել ենք նույնպես վերամշակման սկզբունքով, օգտագործել ենք ֆաներա, պլատա, լուսադիոդներ։ Նաեւ այս սարքը աշխատում է փոքր էներգակիր էլեմենտի միջոցով, որի միջոցով մենք նույնպես չենք վնասում բնությունը, չօգտագործելով այլ էներգիայի աղբյուրներ։ Գեղանիստում վարդ հաճեցնելու մշակույթն ունի տասնամյակների պատմություն, տեղի բնակիչները վարդը դարձրել են ոչ միայն եկամտի աղբյուր, այլև համայնքի խորհրդանիշ։ Այստեղ ծաղկում է բարձր բերքատու, ջումելյան, սպիտակ ու մուգ կարմիր տեսակները։ Ծաղիկները մշակում են 90-ականներին կառուցված տեխնիկապես ոչ հագեցած ջերմատանը, բայց շնորհիվ ագրոտեխնիկական նորարարությունների գործը հեշտացել, ծախսը թեթևացել է, օգտագործում են հողախառնուրդներ, հատուկ պատրաստված պրեպարատներ, որ բույսը լինի առողջ, պաշտպանված վնասատուներից ու հիվանդություններից։ Վարդը սովորաբար մնացած մշակաբույսերին 5 տարվա բերքատվություն է ապահում, ինչքան որ թողենք ավելի շատ կարող ենք, բայց տարիների ընթացքում ինքը բերքատվությունը ընկնելու անկում ապրելու հետ կապված պետք է բույսը թարմացվի, որպեսզի նոր եւ սորթերի տեսականին թարմացվի եւ որպեսզի ավելի բարձր բերքատվություն ստանանք։ Հիմնականում վաճառում են տեղական շուկայում, սակայն հնարավորության դեպքում դուրս են հանում նաև արտաքին շուկա։ Արտահանման համար ծավալ է պետք, իսկ դա ապահովելու համար մեծ ու հագեցած ջերմատուն, որի կառուցումն ըստ գյուղատնտեսի հասանելի չէ գյուղացուն, մեծ ֆինանսներ է պահանջում։ Թեև էականորեն կրճատում է աշխատանքը, խնայում ժամանակն ու ապահովում բարձր շահույթ։ Գեղանիստի նման գյուղերի շնորհիվ է, որ Հայաստանը 2024-ին դարձել է ծաղիկ արտահանող առաջատար երկրներից մեկը աշխարհում, մտնելով լավագույն տասնյակի մեջ։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $64.10։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ մնացել է անփոփոխ, կազմելով բարելի դիմաց $61.53։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.8%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3371։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 0.1%-ով եւ կազմել մեկ հատի համար $109,530։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մայիսի 26-ի տվյալով ամերիկյան դոլարն արժեցել է 384 դրամ 36 լումա։ Եվրոպական արժույթի գինը կազմել է 436 դրամ 2 լումա։ Ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 80 լումա։